Ուրեմն, երբ որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոտ էին բերում հիվանդներին, Տերը ձեռք դներով կամ տարբեր ձևերով բուժում էր, հա? Ձեռք էր դնում կամ խոսքով էր ասում, նայած մարդկանց հավատքի աստիճանին, մի կույրի աչքերը բուժելուց կավ սարքեց, դրեց աչքերին բուժեց, հա? Այս բոլորով մեր Տերը Հիսուս Քրիստոսին չէր մեզ ուզում սովորեցնել, որ բժշկությունը երկու ճանապարհ է, երկու կերպ է լինում, երկու ճանապարհ կա բժշկության։ Մեկ Աստծո տրված բնության միջոցով պատրաստված դեղամիջոցներով եւ ինչքան մարդկությունը կա, այնքան բժշկությունը կա։ Բժիշկների եւ դեղամիջոցների միջոցով, որոնք եթե անկեղծ են, եթե ճիշտ են, եթե լավ են, եթե բարի են, էլի, չպետք է չափազանցնենք, բայց պետք է լսենք բժշկության։ Եվ երկրորդ աղոթքի միջոցով։ Մաշտոց Ծիսամատյան կա, որի մեջ մի քանի տեսակի բժշկության աղոթքներ կան։ Հասարակ բժշկության աղոթք կա, որը Ավետարանի ընթերցանություն է, Սուրբ Գրիգոր Նարեկացու ողբերգությունից մի գլուխ է եւ բժշկության աղոթքն է։ Կա ծանր հիվանդի վրա բժշկության աղոթք, որը կատարում են 7 քահանաներ միասին։ 7 ավետարաններ են ընթերցանվում։ Երկարաշունչ մի հատ աղոթք է, մեր հասարակ քահանայական Մաշտոց Ծիսամատյանի մեջ է։ Եվ կա դիվահալած աղոթք, դիվահարների վրա կատարվող աղոթք, որ հատուկ կարգ է կրկին մի քահանան է անում, խաչակնքում է բերանը, խաչակնքում է սիրտը եւ կուրծքը, այսինքն լանջը, սիրտը եւ բերանը խաչակնքում է քահանան, ասենց հետաքրքիր կարգ է, դիվահալած կարգ, այսինքն մեր եկեղեցու սուրբ հայրերը Մաշտոց Ծիսամատյանի միջոցով որոշակի ծես են դրել աղոթքով հիվանդներին, ծանր հիվանդներին եւ դիվահարներին բուժելու համար։ Սրանից դուրս որևէ ծես, որևէ անձնավորություն, որ չունի եկեղեցական օծում եւ աստիճան եւ հատկապես այս ծեսից դուրս ինչ որ բաներ է հորինում, անում, չգիտեմ, մոմ թափելով, չգիտեմ ինչ անելով, սա արդեն զեղծում է։ Բժշկությունը երկու ճանապարհ ունի։ Մեկ բժիշկների միջոցով եւ Աստծուց տրված, չգիտեմ, որոշակի բուժամիջոցների միջոցով, մեկ էլ աղոթքի, որ խիստ կարգ ու կանոնի մեջ է։ Մաշտոց Ծիսամատյանի մեջ, ինչպես ասացինք, 3 տեսակի աղոթք կա։ Մեկը սովորական բժշկության աղոթքը, մեկը ծանր հիվանդների վրա, մեկն էլ դիվահարների։ Ուրիշ աղոթքներ չկան, ուրիշ անձնավորություն չկա, որ իրավունք ունի ձեռք դնելու աղոթելու, ձեռք դնել աղոթելը դա որոշակի եկեղեցական ձեռնադրությամբ իշխանություն ստացած մարդիկ կարող են անել։ Ձեռնադրություն չստացած, այդ իշխանությունը չստացած մարդիկ, ով էլ ուզում է լինի, իրավունք չունի ձեռք դնելու աղոթելու, հա? Ամեն